Այս մի տեսակ coin-երը կոչվում են stable coins, ու իրանց գաղափարն է, որ պատկերացրեք digital dollar, լավ, այսինքն ինքը միշտ մի արժեք է ունենում, դա $1 է։ Ոնց է աշխատում։ Ինքը նախ սկսենք նրանից, որ կա USDT, որը որ ամենահայտնին է Հայաստանով մեկել, Tether է կոչվում, USDC կա, USD coin ու կա նաև լիքը այլ նմանատիպ stable coins, որը որ լինում է USD plus ինչ-որ տառ, USDC կա, USDH կա, մի խոսքով ամեն մեկը փորձում է stable coin-ը ստանա։ Ինչի համար է սա նախատեսված։ Տեսեք, եթե դուք օրինակ trade եք անում, հա, $10 դնում եք Bitcoin-ի մեջ, դառնում է $100, այդ Bitcoin-ը կարա էլի ընկնի ու դուք ունենաք էլի $50 կամ եւ այլն։ Դրա համար գործարք երբ որ տեղի է ունենում, երբ որ գործարք եք բացում, փակում եք եւ այլն, Bitcoin USDT է լինում, Ethereum USDT, երբ որ բարձրանում է, փոխանակում եք $2800 Ethereum-ը USDT եք սարքում ու ոնց է լինում։ Ես այս պահին առա $10 Bitcoin BTC, լավ։ Ինքը բարձրացավ, այս $10-ըս դարձավ $100։ Հիմա եթե ես Bitcoin-ով պահեմ, այս դոլարի սա արժեքը կարա ընկնի խոսքի $70։ Բայց եթե ես այստեղ այս մակարդակով change եմ անում Bitcoin-ը USDT-ով, ես արդեն ստանում եմ $100 USDT։ Նույնիսկ եթե Bitcoin-ը հիմա ընկնում է, ես արդեն գործարքի մեջ չեմ։ Շուկան կարա ինչ ասես անի, վերև իջնի, ներքև իջնի, իրան պատե տա, կապ չունի, ես իմ $100-ը USDT-ով ունեմ իմ դրամապանակի մեջ։ Հետո օրինակ իջավ այստեղ ներքևը $30, ասում ես, օքեյ, $10 դրել եմ, 100 ստացել եմ, ես կարամ այստեղ օրինակ 100 դնեմ, այստեղից նորից բարձրանա ինչ-որ մակարդակի ու խոսքի ստանամ $500։ Լավ, այսինքն ստեղ նորից այս USDT-ով առնում եմ Bitcoin, Bitcoin-ը բարձրանում է, Bitcoin-ի արժեքը լինում է $500, նույնպես change եմ անում ու պահում եմ 500 USDT։ Հետո էլի շուկան ինչ ուզես, ոնց ուզես, տատանվի վերև ներքև, ինձ համար ընդհանրապես էական չի, որովհետև իմ $500-ը կոպիտ ասած ստաբիլ մնում է այնտեղ, ոչ մի տատանման չի ենթարկվում։ Դրա համար ասվում է որպես digital dollar, մեծ հաշվով դոլարը $1 է, չի տատանվում 80 ցենտ կամ $1-2, միշտ $1 է ու USDT stable coin-ի գաղափարը հենց այդ է, որ պահպանեք ձեր արժեքը այս բանով։ Այդքանը։ Մերսի։